Վրաստանով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, թեև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր դրական տեղաշարժ կա։ Հայաստանի միջամտությամբ մի քանի մեքենաներ արդեն անցել են վրացական սահմանը։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի 29 բեռնատարներ ավելի քան 50 օր վրացական մաքսակետում էին, խմիչքի որակներ ստուգվում։ Պապոյանի հայտարարությունից հետո 13 բեռնատար շարժվել է դեպի Ռուսաստան։ Գործարանի արտահանման մասնագետ Վահրիչ Մինասյանն ընդգծում է, հիմնական հարցը դեռ մնում է անպատասխան։ Ինչու է Վրաստանը որակի ստուգում իրականացնում, եթե իրենց ապրանքը ռուսական շուկայում է վաճառվում։ Այլ խնդիր էլ կա, ասաց։ Խնդիրը արդեն զուտ մնում է անալիզի ժամկետը, որ տևում է ամսից ավել։ Չկա դեպք, որ լինի այսինքն 3 օր, 4 օր կամ 5 օր։ Նոր մեքենա, նոր խմբականակ առայժմ չենք ուղարկել, բոլոր մեքենաները գնացել են, որը որ մաքսակետում է, որը որ դուրս է եկել ճանապարհին է։ Երբ որ նոր խմբականակ ուղարկենք, իսկ ավելի հստակ ինֆորմացիա կունենանք, ինչ է իրականում կատարվում։ Խնդիրը լուծելու համար նախ էկոնոմիկայի նախարարը պետք է գնար Վրաստան, բայց չգնաց ու պնդեց, իր գնալով հարց չէր լուծվելու։ Հետո Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հունիսի 6-ին Վրաստանի գյուղնախարարը պետք է գար, բայց նա էլ չեկավ, պաշտոնական բացատրությունն էլ վրացի պաշտոնյայի զբաղվածությունն էր։ Այսօր էկոնոմիկայի նախարարությունից չպատասխանեցին ազատության հարցերին։ Ի վերջո պարզեցին, թե ինչ խնդիր կա։ Արդյոք վրացական կողմը շարունակելու է Ռուսաստան գնացող հայկական կոնյակի որակը ստուգել, եթե այո, դա կրկին ամիսներ կտևի։ Բայց նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր որոշ ակնարկներ արել, թե նաև օբյեկտիվ խնդիրներ կան։ Խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողել, որ արհեստականորեն են առաջացվում, եւ խնդիրներ էլ կան, որոնք այնուամենայնիվ առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր։ Ապրիլի վերջին ծագած այս խնդրին հետևում է սոցիալ-տնտեսական կենտրոնի նախագահ Գագիկ Մակարյանը, փորձագետը կարծում է, հայկական կողմը լավ գիտի, թե ինչ խնդիր կա, պարզապես գուցե չեն ուզում իրավիճակն ավելի գրգռել։ Մակարյանն ասաց, գործարարները բողոքի ակցիաների ու միջազգային կազմակերպություններին ուղարկված նամակներով փորձել են հարցին հնչեղություն տալ, բայց միևնույնն է, պատասխան չեն ստացել։ Բարձր պաշտոնական մակարդակով պետք է շատ կոնկրետ խոսվի։ Այստեղ միջնորդների անհրաժեշտություն չկա։ Ես կարծում եմ, որ բարձր մակարդակով ընդհանրապես մի հեռախոսային զանգով կարելի է ուղղակի հասկանալ, թե վերջինաշուտ դուք ինչի համար եք դա անում, ինչ եք ուզում ասել։ Նման ստուգումները երբեք այդքան երկար չեն տևում։ Բարձր մակարդակով դուք նկատի ունեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարեր իր։ Կարող է վարչապետ լինել, կարող է նախագահ լինել, կարող է փոխվարչապետը լինել, կարող է վերջինաշուտ նաև նախարար լինել։ Վրացական կողմի պատասխանը մեկն է, ժամկետների ձգձգում չկա, սա մաքսային սովորական ընթացակարգ է։ Գագիկ Մակարյանը հակադարձում է, սա Հայաստանի դեմ տնտեսական տերոր է։ Ըստ նրա, Վրաստանը խախտել է տրանզիտային բեռների ազատ տեղաշարժի իրավունքը, դեմ գնալով առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Վրացական կողմը մեր կոնյակների փաստաթղթերը ստուգելով եւ կոնյակների նաեւ լաբորատոր ստուգումներ կատարելով ինքը տիրապետում է փաստորեն կոմերցիոն գաղտնիքներ, որոնք հայկական կոնյակը պարունակում են։ Այսինքն, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ քանակով է գնում, ինչ գնով է վաճառվում, կոնյակի որակը ինչպիսին է։ Այսինքն իրենք այս ամբողջ ինֆորմացիան հավաքելով ես կարծում եմ, որ մի օր կօգտագործեն այլ նպատակների համար, որտեղ Վրաստանում գաղտնիք չի, որ Վրաստանը նույնպես շահագրգռված է եւ հիմա զարգացնում է իր կոնյակի արտադրության ծավալները։ Ես ենթադրում եմ, որ սա կոմերցիոն գաղտնիքը շուկայի տեղեկությունները գողանալու ձև է։ Կոնյակի հարցը դեռ չլուծված նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Երևանին զգուշացրեց խստացնել ծաղիկների ստուգումը հակառակ դեպքում հունիսի 16-ից ժամանակավորապես կարգել են Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը։ Ռոսսելխոզնադզորի պնդմամբ երրորդ երկրից վարակված ծաղիկներ են մտել Ռուսաստան, բայց դրանք ունեցել են հայկական սերտիֆիկատ։ Այս հայտարարության հաջորդ օրն էլ Վրաստանն է խոշոր խմբականակի սեզոնային ծաղիկներ հետ ուղարկել Հայաստան։ Պաշտոնական պատասխանի համաձայն Հայաստանից Վրաստան փորձել են ներմուծել շուրջ 10,000 կտրված ծաղիկ, սակայն դրանք վերադարձվել են, քանի որ բույսերի վրա հայտնաբերվել են վնասակար միջատների ախտահարում։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է, մամուլում շրջանառվող հիմնավորումներն ու պատճառները իրենք պաշտոնապես չեն ստացել ոչ Վրաստանից, ոչ էլ
Ռուսաստանից։ Հարությունյանն ընդգծեց, Վրաստանից ոչ թե 10,000 ծաղիկ է վերադարձվել, այլ Ընդամենը 700-ն է վերադարձվել, իսկ 10,300 հատ ծաղիկը մտել է Վրաստան։ Որևէ փաստաթուղթ տնտեսվարողին չի տրամադրվել։ ի թիվս այս բոլոր խնդիրների նախորդ շաբաթ էլ Վրաստանն արգելել էր, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Կոսովո տանի, որ հայ-վրացական հարաբերություններում մի բան այն չէ, հաստատ է, բայց թե ինչ դեռ պարզ չէ, տարբեր եզրահանգումներ են անում փորձագետները։